Մաշտոցյան ձեռագրատան ֆոնդերում պահվող շուրջ 23,000 ձեռագրից 4,000-ից ավելին Աստվածաշունչ ու ավետարան են։ Այս օրերին Մատենադարանում բացառիկ ցուցադրություն է։ Հանրությանն են ներկայացրել Բարսեղ քահանայի գրած ու նկարազարդած Շուրիշկանի հրաշագործ ավետարանը, լուսաբեր պատկերներ խորագրով ցուցահանդեսի շրջանակում։ Մատենադարանի գանձարանում այսօր իր յուրահատուկ տեղն է զբաղեցնում Շուրիշկանի ավետարանը, որը ունի նաև անվանումներ։ Այն կոչվում է նաև Կարմիր ավետարան, Պապ ավետարան եւ Սուրբ Բարսեղ կեսարացու ավետարան։ Ավետարանը գրվել է 1492 թվականի Գավասպուրականի գրչակենտրոններից մեկում Ասպիսնակ գյուղում։ Եվ հենց այդ ժամանակաշրջանից սկսած ձեռագիրը հրաշագործության համբավ է ձեռք բերել։ Նրա մոտ եկել են սրբագործվելու, աղոթքն առ Աստված հասցնելու համար։ Հազարավոր ավանդույթներ են պահպանվել Շուրիշկանի ավետարանի բուժիչ զորության մասին։ Այդ հրաշքները հատկապես տարածված են իրանահայության մեջ, գրեթե չկա մի ընտանիք, որ Սուրբ գրքի հետ կապված որևէ պատմություն չունենա։ Յուրաքանչյուր ավետարան ունի շատ կարևոր նշանակություն, հոգևոր մեծ արժեք, իսկ Շուրիշկանի ավետարանը առանձնահատուկ է նրանով, որ ժամանակի ընթացքում, դարերի ընթացքում ստացել է խնդրակատարի համբավ, որ մարդիկ այդ ձեռագրի զորությամբ բուժվել են, այն կանայք, ովքեր երազել են ունենալ երեխաներ, ստացվել է ունենան երեխաներ, այսինքն դրա հետ կապված շատ այդպես հրաշալի պատմություններ կան։ Նույնիսկ պատմություն ենք լսել, որ կույր մարդն է ստացել իր տեսողությունը, այդպիսի հրաշագործ պատմություններ են տեղի ունեցել։ Եվ այդ է պատճառը հավանաբար, որ Շուրիշկան ավետարանին ձոնվել են բազմաթիվ երգեր, այսօր ավագ սերնդի շուրթերից կարող ենք երբեմն այդ երգերը լսել։ Ավետարանն ունի 322 թերթ, երկուսը մագաղաթե, մնացածը թղթե, որոնք վերականգնվել են Մաշտոցյան ձեռագրատանը։ Տեղաբնակներն ու մեր երկրի հյուրերը խնդրակատար ավետարանը կարող են տեսնել մինչև ապրիլի 10-ը։ Յուրա Վահանյան, Արամ Հարությունյան, լուրեր։